Շնորհակալություն, պարոն Սիմոնյան, խնդրեմ հարգելի գործընկերներ կան հարցեր, առաջարկություններ, դիտարկումներ։ Չկան, առաջարկում եմ ընդունել որոշումը, ովքեր են դեմ չկա, որոշումն ընդունվեց, հարց համար 36, խնդրեմ Տիկին Անդրեասյան։ Շնորհակալություն, հարգելի պարոն Գրիգորյան, հարգելի գործընկերներ, ներկայացվող նախագիծը վերաբերում է ֆիթնես կենտրոններին եւ մարզասրահներին ներկայացվող չափորոշիչների սահմանմանը։ Ես պետք է հիշեցնեմ, որ դեռևս նախորդող շրջանում մենք նախաձեռնել էինք փոփոխություններ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին օրենքում, որը նպատակ ուներ մի կողմից խթանելու մեր քաղաքացիների ֆիզիկական առողջ ակտիվությունը, մյուս կողմից որոշակիորեն ստանդարտներ սահմանելու այդ գործունեության համար, ապահովելու, որ այդ գործունեությունը իրականացվում է մարդու առողջության համար անվտանգ եւ ապահով միջավայրում եւ այս շրջանակներում օրենքի փոփոխությունից հետո մենք իրականացրել ենք մի շարք աշխատանքներ, մասնավորապես ֆիթնես կենտրոնների գործունեությունը դարձել է ծանուցման ենթակա գործունեություն եւ այս տարվա փետրվարի վերջից մինչ այս պահը արդեն իսկ իրենց գործունեության մասին ծանուցել են շուրջ 40 կազմակերպություններ, ուրախությամբ պիտի փաստեմ, որ այդ կազմակերպությունները գործում են գրեթե բոլոր մարզերում եւ Երևանում, ինչը նշանակում է, որ ֆիթնես գործունեություն ծավալող կազմակերպությունները իրականում աշխարհագրության առումով բավականին ընդգրկուն են եւ իհարկե կառավարության քաղաքականությունն է, որպեսզի ել ավելի շատ լինեն ցանցերը, որտեղ մարդիկ կարող են հաճախել եւ իրենց առողջությունը բարելավող եւ նաեւ ֆիզիկական առողջ ժամանց ապահովող միջավայրում մարզվել եւ բացի դրանից սահմանել ենք նաեւ ֆիթնես կենտրոններում աշխատող մարզիչների հավաստագրման կարգը, կարևորելով այն հանգամանքը, որ այս գործունեության շրջանակներում մեր քաղաքացիներին համապատասխան խորհրդատվություն տրամադրող նրանց մարզող մասնագետները ունենան մասնագիտական պատշաճ պատրաստվածություն եւ պետք է ասեմ, որ հավաստագրման կարգը արդեն իսկ այս տարվա մայիսի 7-ից ուժի մեջ է գործում է եւ սահմանված են հստակ ընթացակարգեր եւ գիտելիքների շրջանակ, որը արդեն հավաստագրման համար հիմք է հանդիսանում։ Ըստ էության ներկայացվող նախագիծը գալիս է ամբողջացնելու քաղաքականության այս շղթան եւ սրանով էլ սահմանում ենք արդեն ֆիթնես կենտրոնների համար սահմանվող չափորոշիչները։ Պետք է ասել, որ դրանք սահմանվելու են, դրանք գործելու են որոշումը ընդունելուց հետո 1 տարի ժամանակահատվածում ուժի մեջ մտնելու պայմանով, ինչը բավարար ժամանակահատված է այս պահին գործող մեր կազմակերպությունների համար բավարար ժամանակ տալու վերլուծելու սեփական գործունեությունը եւ ըստ անհրաժեշտության համապատասխան լրամշակումներ անելու։ Պետք է ասեմ, որ այդ չափորոշիչները սահմանված են հստակ տրամաբանության շրջանակներում, բխեցվելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից, մասնավորապես առանձին կարգավորումներ են դրված ֆիթնես կենտրոններում կամ մարզասարքերում տեղադրված մարզասարքերի մասով, որպեսզի ապահովենք, որ դրանք ինքնաշեն չլինեն, ունենան համապատասխան սերտիֆիկատ եւ ըստ այդմ վստահ լինենք, որ այդ մարզագույքի օգտագործումը անվտանգ է եւ ապահովում է այն տրամաբանության մեջ, որ օգնում է մարդուն, ոչ թե վնասում։ Համապատասխան կարգավորումներ են սահմանվել օդափոխության, սանհանգույցի, ջրամատակարարման, բնական կամ արհեստական լուսավորության, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում բժշկական ծառայությունների հասանելիության մասով։ Իհարկե սահմանվում է նաեւ, որ ֆիթնես կենտրոնների մարզիչները պետք է ունենան հավաստագիր, որի մասին արդեն խոսեցի, եւ վստահ ենք, որ այս կարգավորումները կօգնեն, որպեսզի մեր քաղաքացիների ֆիզիկական առողջ ակտիվությունը եւ նրանց մարզումները իրականացվեն այն ստանդարտի եւ այն պայմանների պարագայում, որ վստահ լինենք, որ իրականում այս գործունեությունը իսկապես բերում է հանրային առողջության ամրապնդմանը եւ պետք է ասեմ, որ իրականում այս նախաձեռնությունը շատ մանրամասն քննարկված է ոլորտի կազմակերպությունների հետ։ Մենք մի քանի փուլով քննարկումներ ենք ունեցել ավելի քան 40 կազմակերպությունների ներկայացմամբ եւ նաեւ նրանց պահանջով է, որ ոլորտի կարգավորման որոշակի առաջարկներ են ներկայացվել, որտեղ իրականում կարծում ենք, որ դրա կարիքը կա եւ նույն ժամանակ պարոն Գրիգորյան պետք է ասեմ, որ մենք նախորդ տարի իրականացրել ենք հետազոտություն պարզելու մեր հանրության ֆիզիկական ակտիվության վարքագիծը եւ պետք է ասել, որ իրականում
մեր հարցումների տրամաբանության մեջ շուրջ 1600 քաղաքացիների շրջանում ֆիթնես կենտրոններ այս պահին հաճախում են մեր ամեն 10 քաղաքացուց շուրջ մեկը, եւ սա ցուցանիշ է, որը իհարկե բարելավման էական կարիք ունի, եւ կարծում ենք, որ կառավարության քաղաքականությունը պետք է ուղղված լինի այս գործունեության խթանմանը, ու պետք է հիշեցնեմ նաեւ, որ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ռազմավարության շրջանակներում մենք հիմա մարզերում մասնավորի հետ համագործակցությամբ պլանավորում ենք տիպային մարզահամալիրների կառուցում, մասնավորապես առաջին փուլում Արարատում, Մարտունիում, Եղեգնաձորում, Արարատում, Մարտունիում հողահատկացումները արված են, նախագիծը փորձաքննված է եւ արդեն շինարարության մրցույթի փուլում ենք, եւ այստեղ նաեւ պլանավորում ենք ֆիթնես կենտրոնների արկայություն որպես այս տիպային մարզահամալիրների մաս եւ այս մարզահամալիրների կառավարումը պլանավորվում է մասնավորի կողմից, որոնք մասնագիտացված են այս ոլորտում, եւ սա նշանակում է, որ զուգահեռաբար այս ինստիտուցիոնալ կարգավորումներին մենք նաեւ ենթակառուցվածքների զարգացման քաղաքականություն ենք վարում, որը վստահ եմ, որ բերելու է էական փոփոխությունների։ Խնդրում եմ հաստատել, շնորհակալություն։ Շնորհակալություն Տիկին Անդրեասյան, կարևոր հարց է, բայց ես ուզում եմ մի հիշեցում անեմ ու մի բան խնդրեմ, որպեսզի այս process-ում ինչ անելիքներ մենք ունենք։ Հիմա եթե մենք ֆիթնես այդ ծառայությունների որակի ստանդարտի խնդիրը լուծենք, այսինքն եւ ունենանք ստանդարտ եւ նաեւ այդ ստանդարտի նկատմամբ ինչ որ վստահություն, որ այդ ստանդարտը ապահովում են, մենք պիտի արդեն կապենք այդ ծառայությունը առողջապահության ապահովագրության հետ, որովհետև եթե դուք երաշխավոր եք, որ ոլորտը կարգավորված է եւ ունի թվային շտեմարաններ, որոնք արձանագրում են քաղաքացու ֆիթնես պատմությունը, վստահեցնում եմ ձեզ, որ մենք քեշբեքի ծրագիրը անմիջապես կմեկնարկենք։ Ըստ էության, եթե մարդ ծախսանում իր ֆիթնեսի, իր սպորտի վրա, այդ ծախսը մենք կհամարենք առողջապահության ապահովագրության վճար եւ ըստ էության ամբողջ ծախսը, որ կատարվում այնտեղ, ստեղից կնվազեցվի։ Մենք այս քաղաքական պայմանավորվածությունը կարծես թե ունենք, ուղղակի ստեղ տեղեկատվական փոխանակման համակարգի խնդիրն է, որ պիտի խնդրենք, որ ոլորտը լուծի։ Այսինքն, եթե մարդ այցելում է օգտվում է այդ ծառայություններից, դա պիտի էլեկտրոնային արձանագրում ունենա, որպեսզի մենք կարողանանք արմեդում ներբեռնել եւ ավտոմատ բոնուսային կամ քեշբեքի համակարգը աշխատի ավտոմատ կերպով, ինչքան շատ մարդը սպորտով զբաղվի, այդքան շատ հետ վճար կստանա ապահովագրական ծախսից, պարտադիր ապահովագրության կամ որևէ այլ բենեֆիտներ, կամ կփոխանցի ընտանիքի անդամին, այսինքն շատ են տարբերակները, բայց վստահեցնում եմ, որ այդ մոտիվացիոն համակարգը կաշխատի նույնիսկ եթե պետությունն է ապահովագրության դիմաց վճարում, բարեկամին կփոխանցենք։ Պարոն Գրիգորյան, շատ կարևոր բաղադրիչ եք նշում եւ պետք է հիշեցնեմ, որ մեր թվայնացման օրակարգում սպորտի կառավարման տեղեկատվական համակարգն է, որի մի բաղադրիչ արդեն գործարկել ենք եւ առաջիկայում թվայնացման խորհրդի առաջիկա նիստերից որևէ մեկում պատրաստում ենք ներկայացնել նաեւ այն բաղադրիչները, որոնք ձեր ասած այս լուծման հարթակը կհանդիսանան եւ կարծում եմ, որ իսկապես շատ կարևոր է այդ սինխրոնիզացիան եւ նաեւ հավելյալ արժեքը դրանից ստանալ, որովհետև այո, մարդը պետք է հասկանա, որ իր յուրաքանչյուր քայլ նպաստելով իր սեփական առողջության ամրապնդմանը, նաև հանրային առողջության եւ հանրային վարքականոնի ամրապնդմանն է ուղղում եւ այդ իմաստով նաև դա ճանաչվում, գնահատվում է պետության կողմից կոնկրետ համակարգի միջոցով։ Միանշանակ համաձայն եմ եւ մենք այս նույն տրամաբանությամբ ենք նաև կրթական համակարգում այս կանոնների եւ այս ուղղությամբ կրթությունը իրականացնում։ Պետք է հիշեցնեմ, որ կառավարության ընդամենը 2 նիստ առաջ մենք հանրակրթության չափորոշիչի փոփոխությունները քննարկեցինք, որտեղ առողջ ապրելակերպը դարձավ առարկա մեր դպրոցական առարկայական ծրագրում եւ դրանով իսկ նաև մենք նպաստում ենք, որպեսզի այդ վարքականոնը մեր քաղաքացիների մոտ ձևավորվի ի սկզբանե եւ ունենալով ինստիտուցիոնալ ու թվային ամբողջ համակարգը կկարողանանք նաև սպասարկել այդ վարքագիծը։ Ըստ էության
այդ տրամաբանության մեջ ենք աշխատում եւ պարոն Գրիգորյան պիտի խնդրեմ միջև ստորագրումը որոշ խմբագրական փոփոխություններ իրականացնել նախագծում։ Խնդիր չկա։ Տիկին Անդրեասյան, տեսեք, մենք թվային լուծումները կտանք, հարթակները կձևավորենք, դա խնդիր չկա, ուղղակի ուզում եմ, որ այս պահից, քանի որ կոմունիկացիա կա ոլորտի այդ ստանդարտների հետ կապված, ոլորտը տեղյակ լինի, որ մեր միակ ակնկալիքը դա էլեկտրոնային գրառումներն է ծառայությունների, որովհետև եթե դա չլինի, ինչքան էլ մենք հարթակ կառուցենք, փոխգործելի չի լինի եւ չենք կարողանալու այդ կենսագրությունը թվային ձևով վերցնենք ու ներբեռնենք։ Միայն այս տեսանկյունից է ուզում ձեզ խնդրեի, որ ոլորտը իմանա, որ այդ ծառայությունների քարտային համակարգը, ես վստահ եմ, որ ոլորտն դրա կարիք ունի, որովհետև իր բիզնեսի կազմակերպման համար այնուամենայնիվ այդ թվային ներքին համակարգերը, քարտային համակարգերը հաճախորդի կամ ծառայություն ստացողի իրենց էլ է պետք, բայց դա կունենա իրենց համար այդ ծախսը կունենա էֆեկտ, որովհետև վստահ եմ, որ մենք ավելի շատ ցանկություն ունենք ֆինանսավորենք սպորտը մարդու, քան առողջապահության ապահովագրությունը։ Եվ որ պայն այդ համակարգերը սինխրոն եղավ եւ զգանք, որ աշխատում է ճիշտ, բնականաբար մեզ ավելի ձեռնտու է, որ ֆինանսավորենք մարդու առողջ ապրելակերպը, այլ ոչ թե պոտենցիալ բուժումը։ Ճիշտ եմ, Տիկին Անուշյան, ճիշտ եմ, չէ հասկանում իրավիճակը։ Իհարկե, պարոն Գրիգորյան, ես ուզում եմ հաստատել, որ մոտակա ժամանակներից մենք կառավարության որոշման նախագիծը